եք գնալու ընտրություններին, այդ միասնությունը ոնց եք պատկերացնում։ Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք մաքսիմում բաց եւ վերջերս հայտարարություն արեցինք, որ քննարկումներ ունենք հապախորհրդարանական ուժերի հետ։ Այս պահին դեռ որևիցե համագործակցություն չկա, կան քննարկումներ, ավելի հստակ, հավելյալ հայտարարություններ կանենք, եթե լինեն համագործակցություններ։ Իսկ ինչ ձևաչափով եք դա պատկերացնում։ Հավելյալ կներկայացնենք։ Ուժեղ Հայաստանը միայնակ է մասնակցելու, այդ հստակությունը կա։ Հավելյալ ձևաչափով ոնց ենք ներկայանում, ինչ ենք անում, հավելյալ կներկայացնենք, այս պահին քննարկումներ կան ապախորհրդարանական ուժերի հետ, ինչպես Նարեկ Կարապետյանը ասեց, ում անցյալի հետ կապված մենք հարցեր չունենք, մեր վարչապետի թեկնածուն քննարկման ենթակա չի, մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էլ եւ գնում ենք ընտրությունների ունենալու համար Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Նաև այն ենթատեքստով եմ հարցնում, այսինքն մեկ ցուցակով է լինելու, անկախ համախմբում կլինի, չլինի, մեկ ցուցակը։ Հավելյալ բոլոր մանրամասները կներկայացնենք, երբ ավարտենք բոլոր քննարկումները։ Իսկ բացառում եք, որ օրինակ կոնգրեսից կարող են ներկայացուցիչներ լինեն ձեր ցուցակում, թե ինչպես ասեցի, քննարկումները ավարտենք, բացենք աշխատում մեր հանրության հետ, ձեր հետ, ոչ մի բան թաքցնելու չունենք մեր ժողովրդից, քննարկումներ ավարտենք, արդեն մեր տեսլականի մասին եւ մեր պլանների մասին բարձրաձայն կասենք։ Ժամկետ կա քննարկումների։ Չեմ կարող այս բանին ասել։ Ամեն օր քննարկումներ են։ Ուժեղ Հայաստան ունենալու համար 24 ժամ պետք է աշխատել, որով որ զբաղվում ենք։ Ալեքսանյան, երեք կրկին Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարացրեց, այս հանգամանքը խանգարում է արդյոք քաղաքական ուժին իր ծրագրերը լիարժեքորեն իրականացնել։ Սամվել Կարապետյանի թիմին ոչ մի բան չի խանգարում իրագործելու այն պլանները, որ մենք ունենք։ Ինչպես նշեցիք, երեք այս թույլ իշխանությունները Փաշինյանը երկարացրեց եւս մեկ ամիս ապօրինի կալանքը ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի։ Գնում ենք առաջ, ել ավել թափ ենք հավաքում, աշխատում ենք եւ շատ շուտով 3 ամիս է մնացել կունենանք Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Պարոն Ալեքսանյան, առաջին նախագահ Կոնտակ Պետրոսյանը հայտարարություն տարածել, կոչ անելով ընդդիմադիր ուժերին, որպեսզի միանան Ուժեղ Հայաստան կուսակցության շուրջ Սամվել Կարապետյանի շուրջ։ Այդ հայտարարությունից հետո եղել են այցեր, հանդիպումներ, արդյոք նկատել եք, որ այդ հայտարարությունը ազդի, որպեսզի մարդիկ գան եւ փորձեն միանալ ձեզ։ Այս պահին չեմ կարող ասել կամ կոնկրետ անուններ տալ, միշտ մարդիկ եկել են, միշտ մարդիկ եկել են քննարկումների, շատերը, ինչպես գիտեք, միացել են, չվերաբերվում է քաղաքական ուժերի հետ, բազմիցս նշել ենք, որ ապախորհրդարանական ուժերի հետ էլ ունենք քննարկումներ, տարբեր քննարկումներ, երբ ավարտվեն մեր քննարկումները, հավաստիացնում եմ, որ կներկայացնենք։ Շնորհակալություն։ Այս պահին դեռ չէ։ Այս պահին դեռ ոչ։ Լավ օգնություն։